Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ժողովրդի հետ հանդիպման ժամանակ կանչում է Լեռնային Ղարաբաղցի մի մանչուկի, գրկում է նրան, բարձրացնում է, ասում է ինչ ես ուզում, նա էլ ասում է Արցախ եմ ուզում գնամ, ինքն էլ տխուր հայացքով ասում է ես էլ եմ ուզում, ու այստեղ ժողովուրդ ջան չես կարող ասել, ընկեր, երբ Արցախը մերն էր, բա գնայիր, բա ինչ էիր անում, ինչ էիր անում այստեղ, գնայիր էլի 2021 թվականի ընտրություններին Արագածոտնի մարզում, աշտարակում, դահլիճում, երբ որ ես ելույթ էի ունենում, այնտեղ իրեն էլի եղբայրաբար ասացի, այդ մեծ էկրանները Երևանում որ դրել ես, այդքան ծախսը որ այստեղ անում ես, ինչ ես անում, այդ էկրանները տար Արցախում դիր, որ արցախցի մարդը տեսնի, որ Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ, Արցախի առաջին նախագահ, Արցախի հետ հույս է կապում, չլխի Արցախը, բա գնայիր, բա մերն էր, բա գնայիր, հիմա ինչ ես թախծոտ հայացքով, չգիտեմ, խշմտանքի խնդիր առաջացնում, որ արցախցիների քվեն հավաքես։ Կամ երկրորդ նախագահ հայտարարում է, որ էս ինչ ես Հայաստանի իշխանությունները ամբողջ իրենց կյանքի գործունեության 8 տարվա մեջ ոչ մի գործարան չեն բացել։ Իբր ինքն էլ գործարան բացողներից էր, էլի, միայն բեզալցակայանն ու սրճարաններ անում։ Ու դրան հակադարձում ենք ոչ թե մենք, ոչ թե քաղաքացիական պայմանագիրը, իրենց հակադարձում է մեր ձևով այդ Սամվել Կարապետյանի այդ կուսակցությունը։ Իրենք ասում են, որ այդ Տաշիր ընկերությունը վերջին 7 տարիներում Հայաստանում, չգիտեմ, 5 հատ ինչ գործարան են բացել, 2 հատ ինչ են բացել, այսինքն մեկը մեկին այդ ռուսական թևի իրար հակասում են։ Հիմա երկուսից որ մեկն է սուտ ասում։ Տաշիր ընկերությունը, որ 7 հատ գործարան է բացել, թե Ռոբերտ Քոչարյանը, որ Հայաստանում ոչ մի գործարան չի բացվել։ Իմ պատասխանը երկուսն էլ սուտ են ասում, ժողովուրդ ջան։ Երկուսն էլ սուտ են ասում։ Ու այս այն դեպքն է, որ պիտի ասեմ աղն է կերել մատաղը։ Ախր ինչ գործ ուներ Ռոբերտ Քոչարյանը դրսում լիներ, որ մի հատ ընտրությունների մասնակցել, որ մի հատ փախստով վերով էլ բան ասել։ Կամ Տաշիր ընկերության սեփականատերը, որ Հայաստանի քաղաքացի չէ։ Ինչի պետք է ընտրությունների քվեարկվեր, որ մի հատ էլ գլուխ գովան թե գործարաններ է բացել։ Այս Հայաստանի Հանրապետության իշխանության թուլությունն է։ Այդ իրանց ցույց տված չակուճի թույլ կիրառումը, օրենքների թույլ պաշտպանությունը, նաև սրա համար է, որ դուք մեզ պիտի քվետակ, որ մենք գնանք ազգային ժողով, ու նման բաներ թույլ չտանք։ Շնորհակալություն սիրելի շենավարցիներ, շնորհակալ